Բարեկամ Իրանի պաշտոնյայի որոշ մտքեր դիպչում են անձամբ ինձ ու հաստատելի շատերին։ Դիվանագիտական բառապաշարը մի կողմ։ Շատ բան հասկանալի է դառնում դեսպանի պրոֆեսիոնալ բեքգրաունդի ուսումնասիրումից, այդ մասին վերջում։ Եվ այն իրադարձությունը, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Ուրեմն Իրանի հնագույն քաղաքակրթությունը բան ու գործ թողած պատմական հիշողության մեջ է տեղավորելու մի քանի հոգուցույցի իրենց դեսպանատան դիմաց, հա։ Եթե հարգարժան դեսպանին թվում է թե բարձրարժեք մեսիջ է ուղղել Հայաստանի իշխանությանը, ասեմ, որ դա միայն թվում է, որովհետև այդ ֆրազով նա վերքեր է թարմացրել շարքային հայերի հոգում։ Ստիպելով վերհիշենք, որ ընդամենը 20 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դեռ պաշտոնապես չավարտված, իրենք շնորհավորեցին ադրբեջանական ժողովրդին Շուշիի ազատագրման կապակցությամբ։ Գրել էին Ադրբեջանի պատմական եւ մշակութային քաղաքի, որ Շուշիի պատմական մզկիթից աղոթքի կոչի արձագանքը շուտով կուրախացնի բոլոր մուսուլմաններին եւ տարածաշրջանի ժողովուրդներին։ Հարգարժան դեսպան, այդ մզկիթը իրանցի մասնագետների օժանդակությամբ վերականգնել էր Արցախի հանրապետությունը եւ Շուշին միակ շնորհավորանքը չէր։ Այսօր ինչ որ անցողիկ իրադարձություն պատմական որակող դեսպանը չգիտի թե ինչ է նոր ջուղան։ Նախիջևանը ով դատարկեց հայերից։ Պատմական հիշողություն եք ասպարեզ բերել։ Հաջորդը։ Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողքին։ Օրինակները շատ են։ Ճիշտ է ասում։ Ես կարող եմ ավելացնել, գոյամարտի տարիներին Իրանի ճանապարհը մեր գոյատևման առանցքային ուղի էր։ Բայց դեսպանի մակարդակով դա մեր երեսին շպրտել։ Հարգելի դիվանագետը չգիտի, ես իրեն տեղեկացնեմ, 20 տարուց ավելի անցել է, հիմա մեծ գաղտնիք չի։ 2005-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցի ժամանակ ամերիկյան լրջագույն ուղեղային կենտրոններից մեկում ազգային պաշտպանության համալսարանում հանդիպում կազմակերպվեց։ Մեր ռեգիոնի համար 1 փորձագետները, եթե պատկերավոր ասեմ, Սարգսյանին քրքրում էին ձեր երկրի հարցերով։ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ այլոց հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ իրենց հարցերը ոչ նվազ շիտակությամբ էին ձևակերպում համալսարանի փորձագետները։ Ներկաները հասկանում էին, որ Հայաստանի կանխատեսվող հաջորդ ղեկավարի հետ են խոսում։ Հարգելով off the record-ի կանոնը, չեմ դետալացնելու լսածս, բայց պարոն դեսպանը թող միտեղ գրանցի, որ այդ հանդիպան զեկույցները Իրանի համար Հայաստանի կողմից եղել են նպաստավոր։ Եթե չասեմ բուֆերային, պաշտպանիչ։ Չլիներ Իրանի դեսպանի խոսքը, ես չէի մտածի այս դրվագի հանրայնացման մասին։ Իդեպ եզակի չի։ Ուղղակի ափսոսում եմ, որ ինքս ինձ պարտավորեցրել եմ մնալ պրոֆեսիոնալ բարեկրթության շրջանակում։ Հիմա այսօրվա մասին դեսպանը իր բառերով ասում, որ չեն վստահում Ամերիկային, բայց վստահում են Հայաստանին, որը հավաստիացնում է երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար։ Ի՞նչն է խնդիրը։ Օրական 4 անգամ համեկով դա պիտի կրկնվի։ Եվ պատճառն այն բանի, որ մի խումբ մարդիկ ու հնարավորություն ունեն եւ նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան նաեւ Իրանի դեսպանատան դիմաց շատ անհարգալից եւ վիրավորական արտահայտություններով հանդես գան։ Առնվազն 23 թվականից սկսած Արցախյան թեմաներով Երևանում բողոքի տասնյակ ցույցեր են եղել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանությունների, ՄԱԿ-ի ու Եվրամիության գրասենյակների մոտ, շատ ավելի բազմամարդ։ Ինչ որակում ասես հնչելա ու գերազանցապես արդարացի, բայց որևէ դիվանագետ իրեն թույլ չի տվել հանրային կոմունիկացիայով մատը սեղանին խփելով նման բաներ ասել։ Այդ մի քանի հոգի իրանցի ցուցարարները չեն ձգում, որ հավասարակշռությունը լքի դեսպանին։ Եվ երկրորդը Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանին դեմ ճշտամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ըստ բաց աղբյուրների նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարության քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը, այսինքն անալիտիկ է, վերլուծաբան։ Բայց դիվանագիտական փորձառության առումով Հայաստանը նրա առաջին երկիրն է ու դրանով երևի պետք է բացատրվեն ցակած հարցերը դեսպանի բառամթերքի ու ժեստիկուլյացիայի առնչությամբ։ Եվ վերջում Խալիլ Շիրղոլամի տարիքի մասին տվյալ ես չգտա։ Ենթադրում եմ պլյուս-մինուս 40-50 պիտի լինի, այսինքն 79-ին երբ տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, նա դեռ երեխա էր, լավագույն դեպքում դեռահաս։ Իսկ այդ դեպքերի ժամանակ Թեհրանում ամբողջը գրավեց ամերիկյան դեսպանատունը եւ մի քանի տասնյակ մարդ պատանդարված մնաց 444 օր։ Դա անտարակույս մտել է ամերիկյան ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Նույն կերպ իրանցիները չեն մոռանալու Սոլեյմանիի սպանությունը։
25-ի իսրայելо-ամերիկյան հարվածները իրենց միջուկային օբյեկտներին։ Բայց որ այսօր առանց ինտերնետ Իրանում ցանկացածին հարցնես թե Երևանի իրադարձության մասին ինչ կարծիք ունի, հաստատ ասելու է ինչ ա եղել։ Իրանի իրադարձությունները չափազանց ակտիվ լուսաբանող Twitter-յան հարթակը Iran International English-ն է վերիֆիկացված օգտահաշիվ։ Ամբողջ աշխարհում Իրանի դեսպանատների արչև ցույցերից նյութեր կան Եվրոպա, Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, Չիլի, Նոր Զելանդիա, անգամ 5-10 հոգանոց ակցիաների մասին։ Ոնց է որ այստեղից ոչինչ չկա։ Այդ օգտահաշվում Երևան բառով փնտրելիս վերջին գրառումը 25 օգոստոսի 19-ին նախագահ Փեզեշկյանի այցի մասին։ Արմենիա բառով 25 դեկտեմբերի 25-ին Embassy ենք փնտրում դեսպանություն։ Ամբողջ աշխարհից լուր կա Իրանի դեսպանատների մոտ ցույցերից Լոնդոն, Տոկիո, Սեուլ, Չիլի, Իսպանիա, Հունգարիա, անգամ Թբիլիսիից հունվարի 13-ին։ Իդեպ Վրաստանում Իրանի դեսպանության արտարոց որևէ ռեակցիայի մասին լուր չկա։ Ուրեմն այս ինչ պատմություն մտնող բան ա եղել Երևանում, որ անգամ իրանական ռեժիմի կատաղի ընդդիմադիր ռեսուրսը չի հիշատակում։ Մի խոսքով մի օր կհարթվեն Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները եւ այլն եւ այլն։ Այստեղ վերջակետի տեղն է, առանց Հայաստանի էլ Իրանը շատ խնդիրներ ունի, որոնց բարեհաջող հանգուցալուծման հարցում մենք հայերս միայն ուրախ ենք։ Դա մեր կենսական շահից է բխում։ Անկանոն իրանական Վրաստանը մեզ համար մղձավանջ է, որը Հայաստանը տեսել է անկախության սկզբում 2008-ին, 2025-ին։ Շնորհակալություն դիտման համար։